Էլի մաս չկա արդելու անշարժ գույք։ Ետ վերադարձը գումարի ներդրած, ինումա մինիմում 7 տարի։ Մեր համար վերին շեմ տենց օբշի Դուբայի գներն էին։ Սկսել են մարքեթինգ անել դրա վրա։ Շատ թույն միտք, հետո կգնահատեք, ազգը կգնահատի։ Ու մեկ էլ ցիտեմ դասականին, այդ ոնց որ գործընթաց է։ Հիմա կարող է իսկականից եկել է ժամանակը վերացնենք տրապերը։ Բարև ձեզ ընկերների, եթերում լուրջ կասն է, շնորհակալություն, որ մեզ դիտում եք YouTube-ում, դրեք լայք, գրեք կոմենտներ, նաև կարող եք լսել բոլոր հասանելի մեծ ոդկասթային հարթակներում։ Այսօր մենք խոսելու ենք շինարարությունից, կառուցապատումից եւ մեր հյուրն է New City Projects ընկերության գլխավոր տնօրեն Վահե Դավթյանը։ Պատրաստվում ենք բարև ձեզ այսօր ձեզ տալ այն բոլոր ցավոտ հարցերը, որ մարդիկ կառուցապատողներին տալիս են։ Ու երևի ամենակարևորից սկսենք, ուր է գնում անշարժ գույքի շուկան, որովհետև արդեն մի 5 տարի է բոլոր ասում են, որ դե այսքան չի կարող շարունակվի, բայց մյուս կողմից ոնց որ թե շարունակվում է։ Ես էլ ավելացնեմ, էլի, ու բոլորը նաև ասում են, որ էլի մաս չկա արդելու անշարժ գույք, որտեվ այնքան են առել, որ էլ խես առնում, էլի ոնց որ всё, էլ տեղ չկա, որ ինքը աճի կամ բան լինի։ Ճիշտ ասած, այդ շատ սուբյեկտիվ մոտեցում է, որովհետև անշարժ գույքի շուկան ինքը դինամիկ գործընթաց է։ Ու տարիների ընթացքում մենք եթե հանենք 2008 թվականի բանը, ճգնաժամը, դրանից հետո բնակարանների գները մենակ աճում են։ Այսինքն եթե տնտեսության մեջ որևէ լուրջ խնդիր չկա, աշխարհակահաղական խնդիրներ չկան, ապա բնակարանների գները որևիցե պատճառ չունեն իջնելու։ Այսինքն ոլորտը զարգանում է իր բնականon հունով եւ չկա ինչ որ վերին շեմ, որի արդյունքում կանգնելու է այդ շեմի վրա, ինչ որ պատճառներ, որոնց արդյունքում տատանումներ են լինում գների, օրինակ վերջերս եկամտային հարկի օրենքի դուրս գալը։ Այդ ես ուզում ասեի, այդ է, չէ՞, տենց շատ մեծ սպասվող, հեսա կպայթի, բայց ոնց որ տենց չպայթեց։ Հա, իհարկե եղավ կանգ, մի 6 ամիս, ես վստահ եմ մյուս կառուցապատողներն էլ կփաստեն, որ վաճառքների կանգ էր, այսինքն վաճառք չկար, տեմպերը շատ ավելի քիչ էր, շատ ավելի քիչ քանակով էր բնականon վաճառվում, քանի որ ինքը ամեն դեպքում բավականին խթանում էր այդ process-ը։ Իսկ հիմա ոնց որ վերադառնում է տեմպը։ Հիմա վերաձևակերպվում է, այսպես ասած, կառուցվում է շուկան, փոխակերպվում է շուկան։ Ու բնակարանները արդեն ոչ թե հիպոթեկային վարկով են ավելի շատ մարդիկ գնում, այլ նայում են տարաժամկետ վճարման։ Հա, այդ տենց բան, հա։ Դե բայց դա միշտ է եղել։ Հա։ Այդ միշտ է եղել, բայց առաջ կար, միշտ է եղել, իդեպ, հա, բայց հիմա շատ ավելի ակտուալ է դառել։ Այսինքն մարդկանց ձեռքում քեշ փող է, հա, որ իրանք մտածում են։ Ապայման չի քեշ փողը։ Այդ մի հատ բացատրենք, ու համել համոզվենք, որ ես ճիշտ եմ հասկանում։ Տարաժամկետը այդ այն է, որ ոչ թե բանկից ես վերցնում գումար ու ասենք 10 տարվա մեջ փակվում ես, այլ ուղիղ պայմանագիր ես այդ կառուցապատողի հետ ասում ես կառուցապատողի հետ եւ շատ դեպքերում կանխավճարել 30% տամ հետո կարող է 0% լինի կանխավճարը եւ շատ դեպքերում կանխավճար չկա, շատ դեպքերում գումարի մեծ մասը թողնում են պայմանագրի ավարտին, այսինքն շենքի շահագործման։ Բայց դե ավելի կարճ ժամկետ է լինում, ոչ թե 20 տարին, որին սովոր ենք, 20 տարի չեք սպասի, չէ՞։ Չէ, դե 20 տարի չէ, բայց կան կառուցապատողներ, ովքեր տալիս են 6-7 տարի, հա։ Այդ շատ զգալի է։ Դա շատ լավ բան եք ասում։ Այդ մեզ հարմար է։ Հիմա բայց ով է գնորդը, որովհետև ասիկ վերին շեմ չկա, տենց զուտ հոգեբանորեն մեր համար վերին շեմ տենց օբշի Դուբայի գներն էին վերին շեմ։ Դե հիմա տեսեք, մի հատ հետաքրքիր օրինակ բերեմ Դուբայի հետ կապված, երբ որ մարդը լսում է ինչ որ իր պատկերացրած գնից բարձր գին, առաջի արտահայտությունը, որը հնչում է, կգնամ Դուբայում։ Դուբայն, հա, դա մեր բանը։ Բայց պետք է հասկանալ, որ եթե քո շահերի կենտրոնը, եթե քո կյանքի հետ կապված ամեն ինչ Հայաստանի Հանրապետությունում է, դու եթե բնակարան գնես Դուբայում, եթե դա ներդրման նպատակով չի, առհասարակ իմաստը չկա։ Անունը ինչ ես դեռ։ Եթե դու աշխատում ես, եթե դու ապրում ես, եթե քո երեխաները Հայաստանում են դպրոց գնում, ու դու միտք չունես տեղափոխվելու, ոչ էլ պլաններ ունես այնտեղ, այդ դեպքում հա, բայց հիմա ավելի շատ երկրորդ, երրորդ բնակարան գնողների մասն ենք, չէ՞ խոսում, որտեղ երկրորդ, երրորդ։ Այն որ ասում է ով է առնում, բոլորը չարան, ոնց որ արդեն, ով է այդ գնորդը։ Ինքը երրորդ բնակարան առնողն է։ Մեր փորձից եմ ասում, ելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Իհարկե կան արտերկրի քաղաքացիներ, հիմնականում ծագումով հայեր, բայց մեծամասամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, հա, դեռ չեն իրանք բոլորը գնում, կարող է երկրորդ, երրորդն են գնում,
ու ստեղ ուրիշ բան էլ կա։ Մարդիկ գնում են բնակարան երկու դեպքում։ Գնում են բնակարան որպես ներդրում եւ գնում են բնակարան որպես իրենց ապրելու համար։ Իսկ ծրագրավորող մարդիկ են, չէ՞։ Չէ, ծրագրավորող չեն իհարկե մենակ, ծրագրավորողները ուղղակի այդպես կոնկրետ սպეციფიկ նախագծեր են շատ սիրում։ Բժիշկ, Բժիշկներ եկան։ Որպես ներդրում ոնց է դա համարում ենք ավանդապես տենց, հա, եկել է, որ ինքը տենց հուսալի ներդրումն է։ Բնակարանի ձեռքբերումը ինքը բավականին լավ ներդրում է, բայց առհասարակ իմ տեսանկյունից բնակարանը երկու տարբերակ կա ներդրման, այսինքն կամ դու ձեռք ես բերում որպեսզի հետագայում հանձնես վարձակալության ու որպես կանոն բնակարանի արժեքից ելնելով այդ յետ վերադարձը գումարի ներդրած լինում է մինիմում 7 տարում։ Այսինքն շատ պետք է լավ ուսումնասիրած լինես ու պետք է հաջողված նախագիծ լինի, որ 7 տարուց պակաս ժամանակահատվածում այդ ներդրումը հետ գա, իսկ հիմնականում լինում է 7-ից մինչև կարող է 15-16 տարի ժամանակ պահանջվի, որպեսզի այդ բնակարանի վճարած գումարը կարողանաս դու հետ ստանաս եւ դրանից հետո արդեն ստանաս շահույթ։ Իսկ վաճառքի դեպքում, եթե ճիշտ ուսումնասիրություն անես, եթե ճիշտ պայմանագիր ունենաս բոլոր կետերով նախատեսած կառուցապատողի հետ, եթե ճիշտ ժամանակին գնես ու ճիշտ ժամանակին վաճառես, կարող ես ստանալ բավականին մեծ եկամուտ։ Ու շատ հետաքրքիր մի հատ ուսումնասիրություն էինք արել ու մեր գնորդներից էլ էինք, մեր բնակիչներից էլ էինք նայել ու ուսումնասիրել իրանց, այսպես ասած, բնակարանի շարժը, շատերը ավելի մեծ շահույթ են ստացել, քան մենք որպես կառուցապատող։ Այսինքն մենք որևիցե պայի, երբ որ սկսել ենք այդ կառուցապատումը, վաճառել ենք օրինակի համար 400-450 հազար դրամով, իրանք այդ ընթացքում գնել են 2-3 տարի սպասել են շենքը շահագործման հանձնվել, վաճառել են պայմանական 600 հազար դրամով։ Այ հիմա ամենացավոտ հարցը բարձրացրեցիք, ուզում եմ տալ, շենքը շահագործման հանձնելը, դե անդադ մարդիկ տարբեր բողոքում են ուշացումներից, ուստեղ կարող ներդրում անես, ամենացավալին, երբ որ այդ պետքա հենց բնակվելու համար գնես, ոչ թե հանձնելու, ու պարզվում է, որ մեկ էլ տենց մի 3-4 տարի այստեղ ոնց է վիճակը։ Իրականում, եթե մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ ու մի քիչ ու մեկ էլ ցիտեմ դասականին, այդ ոնց որ գործընթաց է։ Եղբայր։ Ինքը այդ ամբողջ գործընթացը կոչվում է նախագծի կառավարում, այսինքն project management։ Բավականին բարդ ու մեր հայերիս ուժեղ կողմը չի։ Մեր գիտությունը, ինքը վերջերս է սկսել դրա ինստիտուտը զարգանալ Հայաստանում, եւ ինքը, եթե ինչ-որ մնության մեջ այլ բանի հետ նմանակենք, դա երևի դոմինոն է, այսինքն շարված բազմաթիվ այդ քարերն են, այդ աշխատանքներն են, որոնք պետք է իրականացվեն, ու եթե հանկարծ մի քար շեղվում է, այդ process-ը խաթարվում է։ Ու շղթայաբար գնում է միջև վերջ, ու եթե այդ պահին կոնկրետ խաթարված աշխատանքը կարող է տևել 5-10 օր, այսինքն հետ անգնում այդ պահին 5-10 օր, ապա մնացած տարածվելու վրա ինքը կարող է նաև դառնալ մի քանի ամիս։ Ինքն ոնց որ շղթայական խնդրեմ է տալիս։ Հիմնականում էս է խնդիրը լինում, որ ուշանում են, այդ շատ տարբեր տեսակի պատճառներից է լինում, այդ եթե նայենք օբյեկտիվ տեսանկյունից, ու սուբյեկտիվ հարցեր իհարկե շատ կան։ Շատ կա։ Վերջերս տենց մաքսիմալը մի տարին է, էլի, որ տեսել եմ ուշանում են, նես չի որ այն 90-ականների նման է ուշանում կամ 2000-ականների սկզբին։ Հիմա կարող է տենց մի տարի ուշանալ։ Կան նախագծեր, որ չեն ուշանում։ Մենք օրինակ հիմա հանձնվող նախագիծ ունենք, ավարտել ենք շին թույլտվությունից 14 կամ 5 օր հետո։ Բացարձակ ուշացնել։ Նու հետո իհարկե փաստաթղթերի մնացած ավարտական գործընթացը եւս ժամանակ է պահանջում, բայց այն ժամանակահատվածում, որին տրված էր մշին թույլտվությունը, մենք հասցրեցինք դա անել։ Բայց նաև ունենք նախագիծ, որ շեղվել ենք բանից, գրաֆիկից եւ մի փոքր ուշ ենք հանձնել, որը իրար հետ բացումը արեցինք դեպ։ Եվ այսպես Երևանում սպասվում են տեղումներ զեղչերի տեսքով։ Թարգմանեմ Սուրենյաներենից հայերեն։ Զիգզագում կենցաղային եւ խոհանոցային տեխնիկայի, հեռուստացույցերի, աուդիո տեխնիկայի մի հսկայական ընտրանի հասանելի է զեղչերով։ Ակցիան գործում է մինչև նոյեմբերի 2-ը, իսկ 50,000 դրամի եւ ավելի գնումներ կատարողները կստանան հնարավորություն մասնակցելու զիլ խաղարկության եւ շահել լիքը լավ բան։
iPhone 17 Pro, Dyson վարսահարդարիչ, iPad 11, MacBook M1 եւ PlayStation 5 Slim ամեն մեկից 5 հատ։ Իսկ խաղարկության արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 5-ին ժամը 19:00-ից սկսած Arm Comedy եւ Zigzag-ի Facebook-յան էջերում ուղիղ եթերով։ Շահումներն էլ կհանձնվեն երջանիկ հաղթողներին 25 թվականի նոյեմբերի 7-ին ժամը 19:00-ից մինչև 21:00-ն։ Մի հատ հասկանանք թեժ թեմա, Ծաղկաձոր, որտեղ դուք ակտիվ եք, տեղել եք, չէ՞, Ծաղկաձորում ոնց որ ինչ որ բան եք կառուցում, եւ Ծաղկաձորը ինքը հետաքրքիր փուլեր անցավ, էվոլյուցիայի մեջ ինքը մասնակցեց, եւ ինքը լինելով տենց հիմնական լեռնադահուկային կենտրոն, որտեղ տենց համ էտ են գնում, ամառն էլ գնում էին ծաղիկ շնչելու երևի չեմ, հա։ Հիմա ուրիշ երկրորդ լեռնադահուկային կենտրոն բաներից ու Ծաղկաձորը տենց փորձում ենք հասկանալ, հիմա ինքը ուր է գնում, դեպի ու շինարարությունը շարունակվում է, կարծես էլի իր հետաքրքրությունը չի նվազում։ Արդյոք ինքը շարունակելու է այդ հիմնականում դահուկների վրա կենտրոնանալ, թե այնտեղ ուրիշ զբաղմունք, հանգիստ եւ այլն կլինի, որովհետեւ հիմա այդքան հասկանալի չի ուր է գնում Ծաղկաձորը։ Առհասարակ Ծաղկաձորը արդեն մի քանի տարի է, ու իհարկե բանի երկրորդ լեռնադահուկային այսպես ասած հանգստավայրի հիմնումը ավելի նպաստեց դրան։ Ծաղկաձորը շարժվում է դեպի ավելի զվարճանքների, ավելի ժամանցի քաղաք դառնալուն ու իհարկե ինքը ժամանակին էլ է տենց եղել։ Մենք Ծաղկաձորը նախկինում մինչև մի քանի տարի առաջ ուներ 2 սեզոն։ Ձմեռը լեռնադահուկայինի եւ կրկին ժամանցի համար եւ ամառվա ամիսներին նույն ձև ակտիվ է եղել։ Մարդիկ հաստատ առաջնային ուղղություններից մեկն է եղել մեր քաղաքացիների համար հանգստի տեսանկյունից։ Իսկ հիմա գնում է դեպի ավելի զվարճանքների, դեպի ավելի ժամանցի ու հիմա դե մենք շինարարության ընթացքում քանի որ շատ ենք լինում Ծաղկաձորում հիմա արդեն կարող եմ փաստել, որ բոլոր սեզոններին այնտեղ այդ ակտիվությունը տեսնում ենք։ Այսինքն ինքը դառնում է մոտավորապես հանգստավայրի եւ քաղաքի միջև ինչ որ հենց բան։ Չեմ կարող որևիցե այլ երկրի քաղաքներից ինչ որ մեկի հետ իրան նմանացնեմ, թե ինչ ուղղությամբ գներով Կուրշավելն։ Չէ, Կուրշավելը ինքը հենց կլասիկ դասական բանն է, լեռնադահուկային հանգստավայրը, ու իհարկե իր մյուս բաղադրիչներով, բայց հիմնականում դա էլի հիմնված է կենտրոնացված է ձմեռվա ամիսների վրա։ Բայց դուք մեծ պրոյեկտ եք անում Պալադան 2000, հա, բնակարան, ճիշտ է, չի, 700։ Նենց էր որ մենք հաշվում ենք որ այդ բոլորը կան բնակվեն Ծաղկաձորի բնակչությունից շատ են լինելու, բայց Ծաղկաձորը համել այդ մեմն է, որ ամեն ինչ շատ թանկ է Ծաղկաձորում եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ է ստեղծվել։ Դե թանկությունը որտեղից է գալիս։ Այսինքն եթե մի բանի պահանջարկը կա, եթե այնտեղ ակտիվություն կա, եթե մարդիկ այցելում են հաճախ Ծաղկաձոր, ինքնըստինքյան գնաճ է լինում, որովհետեւ պահանջարկն է ամեն ինչի եւ ինքնըստինքյան սկսում են զարգանալ այլ զվարճանքի կամ այլ ժամանցի ուղություններ։ Իսկ այդ ձեր տարածքում էտել եք մտածել, որովհետեւ օրինակ փորձեմ համեմատել Դիլիջանի հետ, այնտեղ կա այգի, հա, որտեղ կարելի է ման գալ ու տենց քաղաքում էլի տեղեր կան, որ տենց մի քիչ կարելի է պատմամշակութային նորենոտ ման գալ։ Ծաղկաձորի իմ ամենասիրած այդ մասը դե Կեչարիսն է ու Օրբելյանների թանգարանը, որը ինձ թվում է շատ քիչ մարդ է ջոգում, որ թե գնում ես Ծաղկաձոր, պետքա գնաս գոնե մի անգամ այդ թանգարանը, դա շատ կայֆ թանգարան է։ Բայց տենց որ քայլես քաղաքով չեմ պատկերացնում։ Շատ շուտ է վերջանում էլի։ Այգի կամ ինչ որ մի հատ zipline ասեմ, մի հատ կա իդեպ։ Zipline կա արդեն։ Ճոպանուղու հոտ չեք, չէ։ Չէ, zipline կա։ Հա։ Okay։ Եվ ուզում եմ ինչ է նախատեսվում, որ շարունակի հետաքրքիր մնալ այնտեղ։ Ձիեր չեմ տեսել Ծաղկաձորում։ Բա մտածեք ձիերի մասին։ Մի քիչ մեր տեղանքը ձիերի համար կարծում եմ հարմար չի։ Մենք մեր կողմից, այսինքն որ պատկերացրեցինք ինչով կարանք նպաստենք քաղաքի զարգացմանը, դա հենց մեր հարևանությամբ գտնվող Ծաղկաձորի գլխավոր հրապարակն է, Ծաղկունյաց հրապարակը, որը մենք տարիներ շարունակ, ինձ թվում է բոլորս էլ տեսել ենք, վերածվել էր տարբեր տեսակի արտաճանապարհային մեքենաների վարձույթի հատվածի։ Այն 2.5 քառակուսի մետրի մասին ենք խոսում, որը այդպես իրականում այդքան էլ 2.5 քառակուսի մետր չի, երբ որ այդ ամեն ինչը վերացնում ես դուրս ես հանում, բավականին։ Հիմա դա վերանորոգում եք, հա։ Հիմա վերակառուցում ենք իրականացնում
հենց հրապարակի նախատեսում ենք այդտեղ ունենալ շատրվաններ, ունենալ բավականին հետաքրքիր եւ մոդեռն ոճի զբոսայգի եւ նաեւ իրան դիտարկում ենք որպես փոխհատուցում դրա համար, որ մենք բնիկ ծաղկաձորցիներին դարձնում ենք պրոգրամատոր։ Թույն միտք, շատ թույն միտք, հետո կգնահատեք, ազգը կգնահատի։ Ուրեմն երկու ուղղություն, որ կարելի է ծաղկաձորում իսկականից զարգացնել ու ինքը տենց թույն կարածա ծաղկաձորի վրայով։ Մեկը սպորտն է, այնտեղ կա սպորտ բազա, այնտեղ կան սպորտային հնարավորություններ։ Պատկերացրեք տարբեր ուղղություններով, ասենք գալիս են այնտեղ որտեղ վերջերս եղել եմ մեծ թենիսի միջոցառման է, այնտեղ գիտեմ մի թույն սարքել են թենիսի ֆեդերացիան կորտեր, ներսային կորտեր, դրսային կորտեր։ Այսինքն պատկերացրեք թենիսի համար, չգիտեմ, վոլեյբոլի համար, բասկետբոլի համար գալիս են մրցումների, տենց ընկերական խաղերի, բան, տենց ինչ որ թիմերով գալիս են լավ ժամանակ անցկացնել սպորտի մեջ, հետո իջնում են քաղաք վայելելու, ուտել խմելու ու այդ activity-ն, ինչ որ գործողությունը պլյուս քեֆ ուրախությունը։ Այդ մեկ, մյուսը արշավներ, այդ ծաղկաձորը էլի ինձ թվում է շատ հարմար է, բայց ես մի արշավի եմ եղել ծաղկաձորում, ես վստահ եմ, որ ուզենանք այնտեղ էլի տեղեր կարող գտնենք։ Դեպի թթու ջուր, տենց առաջի կուրսում մեզ տարան, այնտեղ ցես գնում ես դրանով, այնտեղ սարի տակից թթու ջուր է գալու, թթու ջուր։ Այդ արշավները իրանք էլ են էլի գրավիչ բան։ Մարդիկ ուզում են համ գնան արշավ, համ դրանից հետո գան խինկալի ուտեն, կոպիտ ասած։ Դիլիջանում էդի անում են ավելի շատ։ Բայց այնտեղ բայց ծաղկաձորում էլ են անում, այսինքն ծաղկաձորում ռեստորանային ոլորտը բավականին զարգացած է, հա։ Բայց արշավն ու սպորտը կարելի է հենց ֆիշկան դարձնել։ Օրինակ ես ունարեք բասկետբոլի սիրահարներ ենք, բայց դեռ կյանքում չենք բանել, կարողացել կազմակերպել, բայց ասենք ընկերներով որոշեցինք, գիտենք այնտեղ կա մարդիկ, ովքեր սիրում են բասկետբոլ, գալիս եք այդտեղ, այդ ինֆրաստրուկտուրան կա, ձեր մոտ թեկուզ կամ ուրիշ տեղ։ Մեր մոտ բասկետբոլի խաղադաշտ ֆիզիկապես հնարավորություն չենք ունեցել, բայց ունենալու ենք 2 կամ 3 падելի դաշտ, եւ ինչպես նաեւ լողավազան ենք ունենալու, որը կարող է իր չափերով ինչ որ մրցումների համար էլ падելը բավականին զարգանում է։ Այթիշնիկները սիրում են։ Մարդիկ իրեն կարան գնան այդ խաղան լողան բան ու որտեվ մենակ ռեստորանը քիչ է այդ ասածս, էլի ծաղկաձորում կան։ Դե հիմա միջև հիմա մենակ ռեստորանն է եղել։ Այսինքն այդ եմ ասում, հա։ Սկզբի եթե մարդ մտածում է դուրս գնա ընտրելու կամ չգիտեմ ժամանակ անցկացնելու, մտի գնում է առաջինը կամ մտածում է ծաղկաձոր գնա կամ Սևան կամ Դիլիջան, այսինքն այդ նույն ուղղության վրա։ Հիմա մեր խնդիրն է եւ ես վստահ եմ մյուս կառուցապատողներն էլ ովքեր իրականացնում են նախագծեր այնտեղ, մտածում են տարատեսակ այլ ժամանցի վայրեր ստեղծեն, որպեսզի մարդիկ կոնկրետ մենակ չգնան այնտեղ ինչ որ մի բան ուտելու համար։ Եթե մի պահ ծաղկաձորից հետ գանք Երևան, ես օրինակ հիշում եմ 90-ականներին Մոսկվայում, այնտեղ էլ նույն 5 հարգանի խրուշովկաներն էին, ու մեր մոտ ոնց որ իրանք քանդում էին դրանք եւ տեղը ավելի մեծ հարգանի շենքեր էին կառուցում, այդ մարդիկ սկսում էին ապրել։ Մեր մոտ ոնց որ ոչ ոք այդ 5 հարգանի խրուշովկեքին ձեռ չի տալիս, փորձում են բակերում ինչ որ նոր շենքեր մտցնել բանել, այն տենց ծրագիր ինչի չի կատարվում, որ ենթադրենք 5 հարգանի շենք է, սարքեցինք 15 հարգանի, այդ 5 հարգանի մարդկանց մեջը տեղավորեցինք։ Ճիշտ ասած, մի հատ կարևոր հանգամանք կա, դա խոսքը վերաբերվում է ոչ վթարային շենքերին։ Այսինքն, եթե շենքը վթարային չի, դու մտածում ես ձեռնարկած իրական տեսանկյունից այդ շենքը գնես բոլոր բնակարանները քանդես, ապա մոնտաժես եւ տեղը կառուցես բնակարան, այդ տեղը կառուցես նոր շենք, ապա գոյություն ունեն նորմատիվներ եւ ըստ այդ նորմատիվի կոնկրետ հողատարածքի վրա 40%-ից ավել կառուցապատում չի թույլատրվում։ Այսինքն դու արդեն հողատարածքը այդ վերստում ես, այդտեղ չի կարող լինել, այդ նույն շենքը վերև չի կարող լինել, հա, Չէ, դեպի վերև կարող է լինել, բայց ծավալը չի լինում, այսինքն 40%-ի վրա ես դու կառուցում ընդհանուր մակերեսի։ Այսինքն պետք է կարելի է փոխել։ Իսկ վթարայինի դեպքում լինում է։ Վթարայինի դեպքում մի քիչ տարբեր է։ Որ լավ նայենք, ցանկացած շենք, տենց կոմունիստների ժամանակ։ Չէ, տենց միանշանակ չի, վթարային շենքերը հիմնականում Աչափնյակում են, իհարկե մյուս վարչական շրջաններում եկավ, մենք այս բանին իրականացնում ենք երկու ծրագիր նմանատիպ վերաբնակեցման ու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին տրամադրում ենք հարևանությամբ կառուցվող մեր բազմաբնակարան շենքերում բնակարաններ, որոնք ամբողջությամբ
հարդարում են իրական, որտեղ ամբողջությամբ ներքին հարդարում Շատ իրականացված է, ու Իսկ եք ամենակարևորը տանում այդ մարդկանց, ինչ որ հերու տեղեր չէ, եք տանում? իրանք մնում են միջև շինարարության ավարտը իրենց բնակարաններում, հա։ ավարտում ենք, հանձնում ենք շենքը շահագործման, իրանք տեղափոխվում են իրենց նոր Հա բնակարաններ, նոր էլի քանդում է։ որոնք ի դեպ ավելի մեծ են լինում, քան իրենց Չեք դուք բնակարանը։ այդքան լավ как долго я тебя искала։ Հա, բայց շատ Որովհետև այդ ամենամեծ բողոքները դրա մասին են, որ ու ընկալվում են կառուցապատողները որպես բոբոտ, ինչ որ բաներով, Էլեն Վագեներով գալիս են, սարքում են Դե ոչ շքեր, բոլոր կառուցապատողներն են բոբո, երենդևագենները չգիտեմ, բայց բոբոյի մասով մի հատ շատ տարածված կարծիք կա, որ եթե կառուցապատողը, ապա այնտեղ գերշահույթներ են, հա, ապա բոլորին Ահա, խաբելու հա։ միտում կա եւ բոլորին գցելու եւ նմանատիպ բաներ, այդ ես ամաչում եի ասեի, բայց հա, դե ոնց որ մենք սովոր ենք այդ Օդի ամեն մեջ կա ինչին դա, հա։ ու իրականում այս մասով թե մենք թե մյուս կառուցապատողները, բարեխիղճ կառուցապատողները իրականում շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի այդ բարի համբավը եւ վերաբերմունքը դեպի կառուցապատողը փոխենք եւ եթե նայում ենք շահութաբերության տեսանկյունից, այսինքն գերշահույթ ստանալու տեսանկյունից, ապա գերշահույթ հիմնականում ստանում է այս պահի դրությամբ ու արդեն բավականին մի քանի տարի է այդ բոլորը կփաստեն ովքեր դրանով զբաղվում են հողի սեփականատերը այսինքն հողի սեփականատերը հողի գինը որոշելուց թեթև մաթեմատիկական հաշվարկ անում հասկանում է դու ապագայում որպես կառուցապատող ինչքան շահույթ ես ստանալու վերցնում է դրա պայմանական 70%-ը եւ դնում է որպես գին այսինքն գերշահույթը մնում է այդտեղ Եվ գերշահույթ նաև կարող է ստանալ, ինչպես նշեցի, բնակարան ձեռք բերողը։ Այո, եթե ճիշտ պահին բնակարանը ձեռք բերեց, ճիշտ ներդրում արեց, ճիշտ հաշվարկեց ամեն ինչը եւ վաճառեց, եւ մի տես բազմաթիվ օրինակներ կարամ բերեմ մեր բնակիչներից։ Այդ երբ է ճիշտ ժամանակ, այդ մի հատ ասեք էլի։ Սկզբում։ Երեք նշան, որ ճիշտ ժամանակն է։ Նախագծի սկիզբում նախ պետք է ուսումնասիրել նախագիծը, պետք է հասկանալ, թե ինչ ապագա է իրան սպասվում։ Նախ պետք է ուսումնասիրել կառուցապատողին, հետո պետք է ուսումնասիրել նախագիծը, այսինքն մենակ լոկացիան չի։ Օրինակ մեր մոտ մի հատ հետաքրքիր մոտեցում կա մեր ազգաբնակչության մոտ, որ բնակարանին վերաբերվում են որպես տենց միավոր, որի հատկանիշներից է վայրը, տեղանքը, որտեղ է դա գտնվում, հարկայնությունը, այսինքն որ հարկում է այդ բնակարանը եւ ինչ տեսարան ունի։ Վերջ, մնացած ամեն ինչը մեզ չի հետաքրքրում։ Եթե մենք ձեռք ենք բերում մեքենա, ավտոմեքենա կամ ձեռք ենք բերում համակարգչային տեխնիկա, մենք խորանում ենք բոլոր պարամետրերի մեջ, ուսումնասիրում ենք այս ամեն ինչը, չգիտեմ, շարժիչը, սրահը ինչ գույնի է, իր բոլոր ինչ անվահեծեր կամ անվադողեր ունի, բնակարանին մենք վերաբերվում ենք կամ կա այդ բնակարանը կամ չկա այդ բնակարանը, այսինքն ու բոլորը չափում ենք նույն։ Հա, դե սեյսմիկ ինչ որ չափանիշ։ Օրինակ դրա վրա ուշադրություն դարձնում, հա, Հայգնորդ, որտեվ իսկ մարդկանց դες վերջի հերթին է դա այդ։ Եթե top հարցեր լինեն ցավալի հայերի համար բնակարան ձեռք բերելուց սեյսմիկը առաջի երրորդ տեղում, առաջի երկրորդ եւ երրորդ տեղում է սեյսմակայունությունից խոսում են գրեթե բոլորը կառուցապատողներն էլ ստիպված սկսել են մարքեթինգ անել դրա վրա, այսինքն, չգիտեմ, սեյսմակ բան է, այսքան բալ կդիմանա 9-8 բալ սեյսմակայունություն 9 10 11 sense բանը, բայց իրականում ինքը բավականին բարդ գործընթաց է ու եթե քո նախագիծը եւ քո կոնստրուկտիվ մասը չի համապատասխանում ընդունված նորմերին, ապա այդ նախագիծը առնվազն պետական փորձաքննություն, պետական քաղաքաշինական փորձաքննություն չի անցնի, քեզ չեն թողի դու սկսես այդ շինարարությունը։ Այսինքն դու չես կարողանա։ Ու այդ ամեն ինչի մեջ կոնստրուկտորը, ով որ անում է կոնստրուկտիվ մասը, ամենամեծ դերը ունի ու մեր երբևիցե հանդիպած բոլոր կոնստրուկտորները միշտ այդ ամեն ինչ միշտ այդ հաշվարկը, այդ G հաշվարկը, գրավիտացիոն արագացման միավոր է կոչվում, այդ հաշվարկը իրականացնում են մի բան էլ ավելով, որովհետև իրանք ապահովագրում են ապագա հնարավոր ցանկացած սցենարից։ Եվ եթե վերցնենք այդ սեյսմակայունության տեսանկյունից ու ասենք դե մենք սեյսմիկ բանենք, գոտի ենք, ապա այդ նույն սկզբունքով պետք է գնանք ուրիշ ավելի սեյսմիկ գոտիներ, օրինակ գնալ Ինդոնեզիա եւ տեսնել, որ այնտեղ օրինակ 74 հարգանի շենքեր կա ու ըստ կարևորը շենքի զուտ ճիշտ կոնստրուկցիա ունենալն է, ճիշտ նախագիծ անելը։ Ասեք, էլի սեյսմիկ տեսանկյունից ո՞նց եք մոտենում այդ հարցին, ինչ եք
մինչև հաշվի առնում եք, ուզում ասեմ, դա մենք չենք հաշվի առնում, դա հաշվի առնում նախագծողը, ճարտարապետները, դա հաշվի են առնում կոնստրուկտորները, հետագայում այդ ամեն ինչը հասնում է բոլոր փուլերով պետական փորձաքննության, իսկ հետո արդեն մնում է կառուցապատողի, տեղհսկողության եւ բետոն արտադրողի, եւ բետոն արտադրողի չէ, եւ բետոնի լաբորատորիայի խղճի վրա։ Այսինքն այնտեղ 3 այսպես ասած խաղացող կա, որ եթե իրենք բարեխղճություն ցուցաբերեն, որևիցե խնդիր երբևիցե չի կարա 10 լինի, 20 լինի, 40 հարկանի լինի, ու իդեպ շատ նորմալ է, որ Երևանում արդեն կան 30-ից բարձր, 30 հարկից բարձր նորակառույցներ, որովհետև մենք արդեն ունենք GTB Steel արմատուրաները, մեր գլխավոր գործընկեր։ Հրավիրում ենք ձեզ Spin Academia, վայր, որտեղ դուք ստանալու եք գիտելիքներ եւ ինչու ոչ մասնագիտություն։ Բարեկամներ, մենք ստեղծել ենք կրթության մի հնարավորություն, որտեղ ժամանակակից մասնագիտություն եք ստանում, ժամանակակից եւ գիտակ լավ պրոֆեսիոնալների կողմից։ Տեղը լավն է, մետրոյի կողքը, սերտիֆիկատը տալիս ենք, լավ սովորողներն էլ կարող են ստանալ աշխատանք կամ ստեղ կամ ավելի լավ տեղեր։ Իսկ մասնագիտությունները YouTube producing, YouTube marketing, SMM, graphic design, ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն առաջադիմացների համար։ Լավ չի։ Okay, մի հատ էլ թեժ հարց, որի հետ բախվել են բոլոր մարդիկ, ովքեր ապրում են ինչ-որ մի շինության մեջ։ ու այդ շինության մեջ մենակ չեն։ Հա, ու մենակ չեն։ Համատիրություն, okay, այդ բանը, ո՞նց է հայերեն, ռուսերեն ԺԿ, հա, նախկին ԺԿ, հիմա համատիրություն, որը մինչև հիմա բոլորը ուզում են հասկանան, էս իսկական է, իսկական չի, էս հիմա էս այդպես պաշտոնական չի, էս մուծումները, բաները հիմա գնում է, հասնում է, տեղ չի հասնում, իրանք այդպես ում ներկայացուցիչ են, պետության ներկայացուցիչն են, ինչ որ մասնավոր, ինչ որ կիսա միստիկ այդ բանը։ Ինչ գիտեք համատիրությունների մասին եւ դուք ո՞նց եք մոտենում այդտեղ։ Համատիրությունը առհասարակ բնակարան գնելը այդ ոնց որ գործի կեսն է։ Այդ մյուս կեսը եւ այդ ամբողջ գործն է։ անակնկալները գալիս են, երբ որ շենքը հանձնվում է շահագործման եւ գալիս է համատիրություն ձևավորելու process-ը։ Այդտեղ եթե 10 կամ 20 բնակչից ավել է, ընտանիքից ավել է այդ շենքում, սկսվում են տարաձայնությունները, ցանկացած ամենամանր հարցից սկսած ու ամիսներով մարդիկ չեն կարողանում զուտ կոնկրետ շատ պրիմիտիվ հարցերի շուրջ գալ ընդհանուր հայտարարի։ Այսինքն համատիրությունը ձևավորվում է բնակիչների կողմից կամ պետք է մասնավոր կազմակերպություն գա այդ ստանձնի այդ ամեն ինչը, այդ բոլոր ծառայությունները իրականացնի իրանց առօրյա հարմարավետության համար կամ ձևավորվում է իրանց կողմից եւ խորհուրդ է անտեղ ընտրվում եւ ինչ որ մեկն էլ զբաղվում է կոնկրետ անձնավորություն։ Հիմնականում փորձը ցույց է տալի, ես նաև տեղյակ եմ, որ շատ կառուցապատողներ փորձել են իրենք իրականացնել, քանի որ երբ որ դու շենքը կառուցում ես եւ ավարտին ես հասցնում հասնում ես շահագործման, մի տեսակ սիրտը ցավում է այդ շենքի համար, ուզում ես դու որպեսզի ինքը հենց տենց մնա։ Այսինքն իրան խնամես, ճիշտ ծառայություններ մատուցես, ինչպես նաև լավ ծառայություններ մատուցես բնակչին։ Պլյուս ոնց որ անվերջ տենց ինչ որ մենեջմենտ անելու եւ ինչ որ գումար ստանալու հնարավորությունը։ Այդ երկրորդականը շատ ավելի, քան այդ գաղափարը, կարելի ասել, ու մեր դերքում տենց էր, բայց հիմնականում գալիս է հաստում ամենաառաջնային հարցին, օրինակ թե աղբարկները որտեղ տեղադրել։ Ուտե ժողովրդավարությունը չի աշխատում։ Ժողովրդավարությունը չի աշխատում, 5 հոգու դուր է գալիս, 10 հոգու դուր չի գալիս, չէ, ստեղ դնենք, չէ, այնտեղ դնենք, հանենք դուրս, առհասարակ մեզի աղբարկը պետք չի, տեսախցիկներ են։ Վերամշակող շենքը։ Ու դառնում է դա։ Դիկտատուրա է պետք է դեպքերում, էլի։ Հա, դե օրենսդրական բացք է, ու առհասարակ չի օրենսդրությամբ կարգավորվում եւ շատ լավ կլինի, որ սա լիցենզավորված գործունեություն լինի ու ինչ որ միտեղ երևի պարտադրաբար։ Մենք տես տեղեր ունենք մեր առօրյայում, որ ինչ որ բաներ պետք է մեզ պարտադրվի, որպեսզի մեր իսկ հարմարավետության բարեկեցիկ կյանքի համար։ Մի շենքում է ապրում բարձրահարկ, այն ժամանակ դեռ աղբա տարները, տրուբաները դեռ պարտադիր փակ չեն։ Ու պետքա որոշեին, այնտեղ ասում եմ, եթե բնակիչների մեծ մասը կողմա, որ փագեն, օքեյ, փագում ենք, եթե չէ, միջև հիմա որոշում են այնտեղ։ Դե հետո պարտադրեցին, հետո տեն դիկտատորական բանով պարտադրեցին ժամանակ վերևի հարկերը, որտեղ բանը սատկած առնետների հոտը չէր հասնում, մոտավորապես 6-7 հար։ Հա, իրանք ասում են, ջանդան, թող խեղդվեն այդ առաջի 6-7 հարմար է աղբը թափել, աղբի հոտի մեջ
բանը, այս ներքևի հարկերը միջև 6 ասում են, ախպեր փագենք էլի, մեռնում ենք, երեխեք են, բան։ Մեր շենքն է տենց։ Քած, ասում են, որ փագեք, պատուհանից եմ շպրտելու բանը։ Ու շպրտում էին, ես հիշում եմ։ Վատ, շատ վատ մարդիկ էին ապրում այդ բարձր հարկերում, որոնք էմպաթիա չունեն, էլի, տենց մտածում են զուտ, օքեյ, մեզ հոտը չի ասում, ջանդամ, թող մնացածը խեղդվեն, այն երեխեք ընտանիքները միջև 5-րդ տարի, թող խեղդվեն։ Իրանք Կարլսոնն էին, իրանք տուն ոնց էին գնում, չերես 16-րդ Իրանք հարգեին։ պատրաստ էին դիմանալ 2 րոպե, որովհետև իրանք ավելի քիչ էին տառապում, քան այն ներքևի հարկերը։ Բայց ուրիշի տառապանքը հաճելի էր։ Հա, ես ավելի բարձր հարկեի, բայց ես ունեի էմպաթիա, ասում էի, սիրելի 60-անց մարդ, ինչ ես այդքան վատ մարդ, ինչ ես ուզում որ մյուս բոլորը տարապեն, եկեք միանանք, փագենք, չէ, հետո պարտադրեցին ու ստեղ դիկտատուրան օգնեց ժողովրդավարությանը։ Միայն ստալինյան ռեպրեսիաներ։ Սա սա փագեցին նաֆիգ։ Ես վստահ եմ մնացած մասով էլ այդ դիկտատուրան պետք ու պետք է գոնե ինչ ծառայություններ հաստատ պարտադրաբար լինեն։ Մինիմալ ծառայությունները, չգիտեմ, մակրության ծառայությունը, այգեպանի ծառայությունը եւ նմանատիպ բաները պետք է պարտադրաբար լինի։ Մնացած արդեն թե անվտանգությունը ոնց են պատկերացնում բնակիչները, այդ իրանց արդեն որոշելունն է, իհարկե այդ որոշումը շատ ամիսներ է, վստահ եմ, շատ դժվար է։ Լավ, մի այլ թեմա։ Ինձ թվում է, այս ժամանակի հետ մեր բնակարանի գնորդը պետք է ավելի բծախնդիր դառած լինի, արդյոք տենց տենդենս նկատում եք, որ ավելի պանչկոտ է դառնում, ինչ որ նորարարություն է ուզում եւ որոնք են այդ բաները, որ բծախնդիր են դարձել, բայց ճիշտ ուղղությամբ բծախնդիր չեն դարձել։ Այսինքն բծախնդիր պետք է լինեն բնակարանի, այսպես ասած, հատկանիշներին։ Այսինքն թե բնակարանի չէ, առհասարակ բնակելի համալիրի շինության, որովհետեւ այդ շինության մի շոր կտորի բաժնեմասի տերն են նաեւ իրանք հանդիսանում։ Պետք է բծախնդիր լինեն այն բաներին, ինչը հետագայում պետք է ուրիշների փորձից նայեն, ես վստահ եմ դուք եք բազմաթիվ տես բաներ տեսել, վերելակի, դռների, պատուհանների, նմանատիպ շատ արտման, բոլոր ընդհանուր տարածքների ներքին հարդարման այդ մասերին իրանք ոնց որ ավելի մատերիալ են նայում, այսպես ասած, ուշադիր չեն լինում, հետագայում բազմաթիվ լուրջ խնդիրներ առաջանում, սկսած լարանցումից, սկսած արտաքին տեսքից, չգիտեմ, մուտքերից եւ կամ տենց օրինակ բերեմ դռան որակից։ Դու շենքեր կան, դու բնակարանի ներսում նստած ես, լսում ես հարևանիդ տանը ներսում ինչա կատարվում արանքում, երկու դուռ։ Որտեղ դուռը այն բարակ չինական դռն։ Որովհետեւ դու չես մտածել, չես ուսումնասիրել, չես կարծել, որ կարա լինի, ասենք, Իսկ որն է հիմա ոնց որ գայդլայն տանք այն մարդուն, որ ուզում է բնակարանի ինչի վրա նայի։ Մենք ու բոլոր կառուցապատողները, ովքեր շահագրգռված են լավ ծառայություն մատուցելու, լավ բնակարան ու լավ բնակելի համալիր տալու, որպեսզի կրթենք գնորդին, ցույց տանք, թե ինչքան ավել բաներ կան, բացի տեղադիրքից, բացի հարկայնությունից եւ տեսարանից։ Ինչն է այտենց երկար ժամկետ որակի վրա շատ ինչին նայի այդ գնորդը։ Գնորդը նախ առաջերտին պետք է նայի այդ մի քանի ասացին բաներին, պետք է նայի ընդհանուր տարածքներին, այսինքն շենքից դուրս միջավայրը։ Այո, միջավայրը ինչա լինելու։ Ու պետքա պարտադրի, որպեսզի կառուցապատողը այդ ամեն ինչը ամրագրի։ Բնակիչը ասցիք ավելի բծախնդիր է դարել, բայց ոչ այն պրոդուկտիվ գծավ, օրինակ ինչու՞մ է դա դրսևորվում։ Ինչ տիպի մարդիկ կան, вообще շփվում եք իրանց հետ։ Ես ոչ բոլոր նախագծերի բնակիչների հետ եմ շփվում, բայց կան նախագծեր, որտեղ ես անձամբ կապի մեջ եմ բնակիչների հետ, ես ներկայ եմ այդ բոլոր չաթերում, այսինքն բոլոր ցանկացած հիմա շենքի չաթ հասկացողություն կա, չէ՞։ Այդ սկզբում Facebook-ում էր, հիմա արդեն տեղափոխվել է WhatsApp եւ օրինակ ես մեր վերջին հանձնված նախագծում ես ամիսներ շարունակ կապի մեջ եմ եղել 24 ժամ, ինձ գիշերը գրել են որ ինչ որ միտեղ իրանք թերություն են տեսել, կազմակերպել ենք, շուտ շտկել ենք այդ ամեն ինչը ու տենց ինչով է դա լավ ավելի մեր տեսանկյունից, իմ տեսանկյունից, ինչքան տնտեսությունը մեծանում է, ինչքան աշխատանքը շատանում է, ծավալները, այդքան ավելի դժվար է լինում վերահսկել, այսինքն դու ինչ որակի ապրանք ես տալիս, բնակարանին պայմանական կոչենք ապրանք։ Եվ երբ որ դու ամենօրյա շփման մեջ ես բնակիչների հետ, դու հենց առաջի ձեռքից, այսպես ասած, այդ ամեն այդ ինֆորմացիան ստանում ես, թե միտեղ պատը ծուռ է, թե միտեղ աշխատանքը ճիշտ չեն արել, շատ տենց բազմազան բաներ ա եղել, իհարկե
թողնել են մեր մի քանի բնակիչները, մի քանի զավեշտալի դեպքեր է կարող են պատմել, Ահա, երբ որ այդ շատ մեր գծով, գեր ուշադրությունը վերել է տենց զավեշտալի դեպքերի, երբ որ օրինակ ունեցել ենք բնակիչ, որի ապակու մեջ արտադրության ժամանակ ապակին մատնահետք էր մնացել երկու շերտերի արանքում։ Բայց այդ մատնահետքը կոնկրետ ինչ-որ թեքության տակ էր։ Պակետների արանքն էր մնացել։ Ասում էր, երբ որ ես այս կոնկրետ ժամի կոնկրետ թեքության տակ նստում նայում եմ, եւ Օրիոնը ես այդ մատնահետքը տեսնում եմ ու դա ինձ դուր չի գալիս, իհարկե մենք փոխեցինք այդ։ Պետք է այդ մատնահետքը մի հատ բան էլ սկանանել, տանել ոստիկանություն, գտնել այդ մարդուն եւ վերել իրան ասել, բայց եթե նա սիրուն ուղիղ մեջտեղ ելներ, ինձ թվում է պերֆեկցիոնիստին դա բան չէր անի։ Իհարկե մենք մեծ սիրով մեր շատ սիրելի նաեւ բնակիչներից է մեծ սիրով փոխեցինք այդ ապակին։ Եղել է նաեւ դեպք Օրինակ շատ է եղել, որ ինձ զանգել են, ասել են կամ գրել են, ասել են, որ իմ բնակարանի մեջ ինչ որ լուրջ խնդիր կա ու շատ դեպքերում իհարկե խմբավորել եմ, նոր եմ գնացել, այցելել եմ բնակարան, զանգել եմ կամ եթե իրենք ներկա են եղել, իրանց ներկայությամբ կամ եթե ներկա չեն եղել, մի հատ հետաքրքիր դեպք էր եղել, գնացի բնակարան, տեղում չէր բնակարանի սեփականատերը, զանգարեցի, ասացի, իսկ նայեցինք տենց աչքին տեսանելի որևիցե ինչ որ շեղում չկար, ասեցի իսկ ինչը են չի ստեղ, ասեց որ մասում եք, ասեցի ոնց որ բանում ննջասենյակում, ասեց մի հատ կֆրակ ձեր հետևը, ֆրացի ասեց պատին ծակեր տեսնում եք, երբ որ արեստավորները գործ էին արել այդտեղ, դե ընդունված բան է ճիշտ է, մեղ են խփում, շորերը կախում են վրան, հետո դե շորը վերցրել են, այդ մեղը հանել, եթե մի միլիմետրանոց ծակ ես, այդ ծակերը կարակ վերացնենք, իհարկե կարանք վերացնել։ Ես մի տարի առաջ տուն էի ման գալիս, ես քասախում ու մի հատ գինը բան sense արտաքին տեսքը շատ լավն էր, բայց գերեզմանին շատ մոտիկ էր։ Ու տես սկզբից որ զանգեցի դե որ պայմաններ, տես լրիվ կատակով ասում եմ իսկ ուրվականներ չկան, բան մեկ է sense ամենայն լրջությամբ սկսել ինձ համոզել, որ ոչ մի ուրվականներ իրաց մոտ չկան, sense վստահեցրեց, որ բան է, ասում ու sense ես զարմացա էլի ինչքան լուրջ է դու ինքնից, ասում եմ, բայց երևում է գերեզմանը, ասես չէ, բացարձակ։ Հետո որ գնացինք այդ տունը, sense բալկոն դուրս եկանք, sense դեմը տա էլի, շատ լավ էր, ասես տեստես sense մի հատ բան կկառուցեք, շկաֆ կդնեք, ու չի երևա էլի։ Դի նայես դու ոնց ես տրամադրվում այդ ամեն ինչին կարաս։ Okay, մի հատ էլ ես դեպք, այսինքն ինչ որ ռեմոնտի ժամանակ մի մալական վարպետ ասեց տրապի ինստիտուտը սխալ է։ Ինքը ասեց, որ հայերն ու դաղստանցիներն են մնացել ամբողջ աշխարհում, որ դեռ տրապ են անում վաննայում։ Հիմա ասեմ, էդի տենց բան կա, հիշես է որ տրապը դա ջրատար փոքրիկ անցքն է վաննայում, որը տենց եթե տենց ինչ-որ շփում է բան, վաննայից է դուրս գալ, դուրս է ջուրը գնում այնտեղ։ Հիմա կարող է իսկական եկել է ժամանակը վերացնենք տրապերը։ Տրապերը վաղուց են վերացված։ Thank you։ Վերացնել է, բայց Ունարկը չգիտեր դա։ Ես շենքում եմ ապրում։ Նորակառույցն դե իհարկե կարելի է կազմակերպել։ կառուցած։ Կարելի է տրապը նորից հետո ստեղծել, բայց առհասարակ նորակառույցներում ինձ Հա, Բա ու ինչ ալնում ջուրը, ասենք թափվեց ջուրը։ կարելի է չորացնել։ Հա, Հա, էդի շատ։ Դե հիմա որ ասում ես, հա։ Ավելորդ տարականի բան է, Դե մենակ հարևանը չի ոլորտի։ Հա, լցնելու հարևանին շանսը քչանում է։ Դե հարևանին ուրիշ ձևեր է կարելի է լցնել։ Okay, ընդունվեց։ Ուրիշ սենյակում։ Էլիշնա, որոս պարզես մենք հին մարդիկ ենք։ Դե հա, անհատական parking, իդեպ ես զգում եմ, որ բնակարան գնելիս ես մի զգալի մասը այդ parking-ն է, չէ՞։ Մի հատ հետաքրքիր հանգամանք կա, կան ու մենք էլ ունենք տես նախագծեր, որտեղ parking-ը մեծ պահանջարկ ունի եւ կան նախագծեր, որտեղ ոչ մեկի հետաքրքիր չի այդ parking-ը։ Այսինքն իրենք չեն գնում parking-ը այդտեղ։ Չգիտեմ ինչով է դա պայմանավորված, բայց շատ տարբերվում է։ Երևի կենտրոնում ավելի շատ, հա, տենց կամ կենտրոնում նախագիծ բնակեցված էս պահին, բայց կենտրոնում պահանջարկը parking-ի հիմա շատ մեծ է ու գնալով շատ ավելի մեծանալու է։ Եթե մենք որոշելու լինեինք որտեղ գնել բնակարան, տես ներդրումի, հեռատես, sense բանով, ապա մի բանը տեղանքներ, որ դրա մասին խոսացինք, ոնց որ հեռանկարը միջավայրի, ել ինչի վրա արժի ուշադրություն դարձնել։ Առհասարակ բնակարան գնելուց ես միանգամից համ ներդրման տեսանկյունից ասեմ, համ ապրելու տեսանկյունից ասեմ, ապրելու տեսանկյունից բնակարան գնելուց ճիշտ է, եթե առհասարակ որևիցե
այսպես ասած հոգևոր կապ չկա կոնկրետ վարչական շրջանի կամ տեղի հետ, ճիշտ է գնել բնակարան, որը կլինի աշխատատեղի, երեխաների դպրոցի, մանկապարտեզի, ընտանիքի անդամների այդ բոլոր, այսպես ասած, վայրերի կենտրոնում կամ հարևանությամբ։ Ու մենք հիմա տենց մի փոքր հաշվարկ ենք իրականացնում, թե օրինակ մարդիկ ինչքան ժամանակ են կորցնում խցանումների մեջ եւ ինչքան, եթե վարելիքով է մեքենան, ինչքան վարելիք են ծախսում զուտ ուղակի իրենց բնակարանից տարբեր հատվածներ հասնելու համար։ Եվ մեր բնակիչներին, մեր գնորդներին, երբ որ մարդը գալիս է մեր գրասենյակ, մենք միշտ դա խորհուրդ ենք տալի, ասում ենք, եթե որևիցե կոնկրետ նախընտրելի վայր չկա, որը շատ տարբեր պատճառներով կարող մարդ ծնվել է կոնկրետ հատվածում, քաղաքի Կոմիտասցիա։ Եվ հոգի հարազատ է իրան Կոմիտասը, չնայած որ ամբողջ իր առօրյան անցնում է Ավանում, օրինակի համար։ Եթե նմանատիպ կապ չկա, այսպես ասած հոգևոր, ապա ճիշտ է, որպեսզի նա Ավանում ապրի։ Բավականին շատ ժամանակ է խնայելու, համ գումարը խնայելու, ու այդ գումարը, որը ինքը խնայելու է, կարա գնա, այսպես ասած, այդ եթե այդ բնակարանը թեկուզ մի քիչ ավելի թանկ է այն բնակարանից, որը ինքն է ուզում, գնային որոշում է կայացնում, ապա այդ ընթացքում խնայված գումարները կարան գնան այդ վարկի մարմանը, այսպես ասած, կամ ընդհանուր մարմանը, տարաժամկետի թեկուզ։ Իսկ ներդրման տեսանկյունից պետք է նայել քաղաքի Երևանի մասին է խոսքը, Երևանի այն հատվածները, որոնք նոր են զարգանում, Որն է հիմա նոր զարգացող համարվում։ Հիմա շատ մեծ պոտենցիալ ունի Աչափնյակի Հալաբյանին հարող հատվածը։ Այսինքն մետրոյի կայարանի կառուցումը բերելու է նրան, որ մեր հաշվարկներով մինիմում 30% գնաճ է տեղ լինելու, այդ արդեն ներդրման տեսանկյունից բավականին հետաքրքիր գրավիչ է դառնում։ Հիմա արդեն կա, արդեն երբ որ նախագիծը արվում էր մետրոյի կայարանի, արդեն գները սկսեցին փոխվել։ Այսինքն մենք երբ որ մենք կատակներ ենք անում, արդյոք ուր են։ Ուսումնասիրում են մարդիկ, այսինքն հասկանում են շարժը որ ուղղությամբ Բայց դեռ սպասում եք սկաչոք, հա, այդտեղ գների։ Եթե վերջնական արդեն շահագործման հանձնեմ։ Նոր շինարարություն ամեն փուլում բարձրանալու է հաստատ։ Ու ինքը գալու է հավասարվելու է Արաբկիրին, ես վստահ եմ գներով։ Հիմա դե առաջի տեղում կենտրոնն է, երկրորդ տեղում Արաբկիրն է։ Աչափնյակը, եթե չեմ սխալվում, 4-րդ կամ 5-րդ տեղում։ Ինքը կգա, կհավասարվի Արաբկիրին, ես տենց եմ կարծում իհարկե։ Եվ եթե հիմա ճիշտ ներդրում արվի Աչափնյակ այդ հատվածում, ունեք Աչափնյակում լավ բաներ։ Շուտով նորից կունենանք։ Այդ նույն վերաբնակեցման ծրագիր, երկու ծրագիր, որ իրականացնում ենք, այդտեղ այս նենց չի, որ ես բանի տեսանկյունից եմ համընկել է, որ մենք մինչև մետրոյի կայարանն էինք այդտեղ այդ ծրագրերը սկսել, հա։ Զոտողակի մեր ուսումնասիրությունների արդյունքում եմ ասում, լավ հատված, որը տեղեր կան, որոնք արդեն կայացել են։ Այսինքն նույն Անտարային է, ինքը կայացել է արդեն։ Գները կոնկրետ եկել են, հասել են ինչ-որ մի մակարդակի, էլի աճ կարծում եմ սպասվում է, բայց այն աճը չի լինելու, որը կբերի տենց, այսպես ասած, գերշահույթներ կամ մեծ եկամուտներ։ Կարծում եմ այս տեսանկյունից նաև Նորք Մարաշն է խոստում նալից, որովհետև Նորք Մարաշում համատարած կառուցապատումը նոր sense ինչ-որ sense եկա բանում այն զեն բան այո, զենից վերև ընկած հատվածում բավականին մեծ կառուցապատում է գնում, լայնածավալ։ Եվ այդ մասը նոր Անտարայինն է լինելու, այսինքն նոր Անտարային թաղամասն է լինելու, մանավանդ որ նոր կառուցվող ճանապարհ ունենք այդ մասում, որը Հովսեփյան փողոցը կապում է Սարալանջին, Զենի մոտով։ Ինսայթներ ստացանք այսօր։ Okay։ Մերսի, այսքան անկեղծ կիսվելու բոլոր եւ բարդությունների եւ պրոբլեմատիկ մասերի եւ հեռանկարների շուրջ։ Այդքան ասում են կառուցապատող, բարձվեց ինչ մի հիանալի անձնավորություն։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի էր, Վայ ջան։ Բաժանորդագրվեք Ալեքին, լայքեք, եթե ունեք հարցեր գրեք, New City Project-ից անպայման կմտնեն կպատասխանեն ձեր հարցերին եւ սպասեք մեր հետագա հյուրերին։ Եվ գնեք բնակարաններ New City Project-ից։ Հիմա Այդ ոնց որ տողատակով այդ որ հետո միտքը։ գերշահույթ լինի։